Թրամփի ուղու հետ կապված շրջանակային փաստաթղթի հրապարակումից հետո Հական Ֆիդանը հայտարարել է, որ ուրախ է, որ ամեն ինչ գնում է Ադրբեջանի ուզածով, այսինքն այդ ճանապարհը Հայաստանի տարածքով դառնալու է Զանգեզուրի միջանցք։ Հական Ֆիդանը նաև Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող հայտարարություն է արել, սատարելով Նիկոլ Փաշինյանին։ Ֆիդանը թուրք լրագրող չէ, վերլուծաբան չէ, բլոգեր չէ։ Ֆիդանը Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է։ Պաշտոնական Երևանը դեռևս ծպտուն չի հանել այս հայտարարության վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը չի ասել, որ սա հիբրիդային պատերազմ է Հայաստանի դեմ։ ՔՊԱ-ականները իրենց մարմնի տարբեր մասերը պատառոտելով եւ կոկորտները ճղելով չեն հայտարարել, որ սա հարձակում է Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Հաստիկային ու արտահաստիկային ստատուսչիները, ինքնիշխանիստները եւ նմանատիպ այլ անձինք չեն հայտարարել, որ սա Թուրքիայի կողմից ոտնձգություն է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ։ Մինչդեռ այս ամենը ցույց է տալիս, որ Թուրքիան ուղղակի ազդեցություն է ունենում Հայաստանի քաղաքական կյանքի վրա եւ դա ձեռնտու է փաստորեն Նիկոլ Փաշինյանին եւ իրենց համար հիբրիդային պատերազմը, ինքնիշխանության դեմ հարձակումը տեղի է ունենում այն դեպքում, երբ որ անձամբ իրենց իշխանությանն է սպառնում որևէ գործընթաց։ Իսկ եթե որևէ գործընթաց դեմ է Հայաստանի Հանրապետության շահերին, բայց կողմ է իրենց իշխանության եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի շահերին, ապա այդ դեպքում ամեն ինչ մոռացության է մատնվում եւ բոլորը դառնում են համր ձուկ։